Խոսքս վերնագրել եմ այսպես, Աստված քեզ ստեղծել է նպատակով եւ ուզում եմ խոսքս սկսել Եփեսացիների թղթի 2-րդ գլխի 10-րդ խոսքից։ Քանզի նրա ստեղծագործությունն են Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք։ Սիրելիներ, այս աշխարհում շատ մարդիկ կան, որ իրենց կյանքը ապրում են առանց հասկանալու, թե նպատակը որն է։ Շատերն ասում են, որ ես ուղղակի ծնվել եմ, ուղղակի ստեղծվել եմ, մյուսներն էլ իրենց նպատակը կապում են աշխատանքի, ձեռքբերումների, գումարի, ինչ-որ հաջողության հասնելու հետ։ Բայց գալիս է մի պահ, որ նրանք միշտ իրենց սրտի խորքում իրենք իրենց հարց են տալիս. ինչի համար եմ ես ստեղծված։ Եվ ուզում եմ մեկ անգամ եւս կարդանք այս տողերը, քանզի նրա ստեղծագործությունն են Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար։ Այսինքն, սիրելիներ, մենք պատահական ստեղծված չենք։ Աստված յուրաքանչյուրիս յուրահատուկ ձևով է ստեղծել, հատուկ նպատակի համար։ Եվ հենց այդ նպատակը մենք կգտնենք միայն Քրիստոսի մեջ։ Սիրելի քույրս, եղբայրս, աշխարհը քեզ շատ իրավիճակներում, շատ գործերում կարող է ցույց տալ, որ դու ուղղակի ծնվել ես, ուղղակի ապրում ես, բայց եկեք նայենք ինչ է ասում մեզ Աստվածաշունչը։ Աստվածաշունչն ասում է մեզ, որ դու պատահական ստեղծված չես։ Դու Աստծո ստեղծագործությունն ես, դու Աստծո հրաշքն ես։ Եվ հենց այդ տողերից մեկում էլ Սաղմոս 139-ի 13-ից 14 խոսքերն եմ ուզում կարդալ, որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները եւ ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ քեզանից, որովհետև ահավոր եւ զարմանալի կերպով ստեղծվեցի, զարմանալի են քո գործերը եւ իմ անձը լավ է հասկացել։ Սիրելի քույրս, եղբայրս, դու պատահական չես, քո կյանքը սկսվել է Աստծո մտքում եւ նա է քեզ ստեղծել։ Յուրաքանչյուրս առանձնահատուկ կանչվածություն ունի։ Ինչպես մեր ձեռքի տակ եղած առարկաները, դա կլինի մկրատը, կլինի դանակը, թե մուրճը, ամեն մեկն իր գործողությունն է կատարում։ Այնպես էլ մենք, Աստված մեզ հատուկ կանչվածությամբ է ստեղծել այս երկրում, որպեսզի մենք ինքներս կատարենք մեր գործը, որի համար որ նա ստեղծել է։ Եվ հենց այդ գործերի պատասխաններ, այդ գործերի կգտնենք այն դեպքում, երբ մոտենանք Քրիստոսին։ Սիրելիներս, այս կյանքը հաճախ ստիպում է մեզ ապրենք ու առաջնորդվենք ուրիշ ծրագրով, բայց պետք է միշտ մեր մտքում մի բան ունենանք, որ միայն Աստծո ծրագիրն է մեր ապրած կյանքին տալիս իմաստ, տալիս բավարարվածություն։ Եկեք կարդանք նաև Հովհաննեսի ավետարան 10-րդ գլխի 10-րդ խոսքը։ Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու եւ ոչնչացնելու համար, սակայն ես եկա, որին ոչխարները կյանք ունենան եւ առատ կյանք։ Սիրելի քույրս, եղբայրս, գողը դա սատանան է, որ տարբեր հաճույքներով, գումարի տեսքով, զանազան գայթակղիչ բաներով նա մեր կյանք է գալիս։ Նրա նպատակը միայն մի բանն է, որպեսզի գողանա մեր հավատքը, մեզանից տանի մեր հավատքը եւ մեզ ոչնչացնի։ Բայց մենք ունենք Փրկիչ, մենք ունենք մեկին, որ նրա անունը կանչելով, նրան ընդունելով, նա գալիս է մեր կյանք, դա Հիսուսն է, նա գալիս է մեր կյանք ոչ միայն մեզ ազատելու, այլ նաև մեզ նոր կյանք տալու։ Երբ ընդունենք Հիսուսին, նրա հոգին սկսում է մեզ առաջնորդել այն բոլոր բարի գործերը, որոնք Աստված նախապես մեզ համար պատրաստել էր։ Սիրելի ընկեր, դու միայն ապրելու համար չես։ Դու նաև պետք է օրհնություն լինես մյուս մարդկանց կյանքում։ Դու պետք է նաև կատարես Աստծո գործերը, որի համար որ դու կանչված ես։ Մեր կյանքում եւ շրջապատում շատ հայտնի մարդկանց գիտենք, ճանաչում ենք, որ նրանք ունեցել են մարդկանց մեջ փառք, հարստություն, ձեռքբերումներ եւ իրենց խոսքի մեջ միշտ ասել են, որ դրանք դատարկ են։ Եվ բոլորս էլ ճանաչում ենք Սողոմոն իմաստունին եւ ուզում եմ նրանից մի քիչ խոսել։ Աստված նրան տվեց իմաստություն, նրան տվեց հարստություն, նրան տվեց ճանաչվածություն, որ նրան բոլորը գիտեին, նա ամեն բան ուներ։ Բայց նա իր ժողովող 1-ի գլխի 2-րդ խոսքում ասում է. ունայնություն ունայնությանց, ասաց ժողովողը, ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայն է։ Այսինքն, սիրելիներ, աշխարհի ամեն բանը ունայն է, դատարկ է, դրա մեջ ոչ մի իմաստ չկա։ Բայց արդեն իր վերջի խոսքում, ժողովող 12-ի 13-ից 14 խոսքում ասում է. ամբողջ խոսքը վախճանը լսեք, Աստծուց վախեցիր եւ պահիր նրա պատվիրանները, որովհետեւ մարդու համար սա է ամբողջ պարտավորությունը,
որովհետև Աստված բոլորի գործերը դատաստանի է բերելու, ծածուկ բանի հետ բարի թե չար։ Սիրելիներ, այստեղ նա ցույց է տալիս, որ կյանքի իրական իմաստը Աստծո երկյուղն ու իր պատվիրանների պահպանումն է։ Միայն դա է ապավում մեր կյանքի իմաստը, հավիտենական արժեքները։ Աշխարհի գործերը, ինչ որ արվում է, դրանք բոլորն էլ ժամանակավոր են։ Գալու է մի պահ, որ բոլորս կանգնելու ենք Աստծո առաջ եւ նա դատելու է մեզ մեր արածների համար։ Ուստի մենք պետք է մի բան հասկանանք, որ միայն Աստծո համար ապրած կյանքն է հավիտենական, նրա համար կյանքն է մնայուն լինելու։ Ուզում եմ փոքրիկ հուշում անել նաև բոլոր մեր քույր եղբայրներին, ովքեր որ չեն հասկացել իրենց կյանքի նպատակը։ Առաջինը դա ընդունիր, որ դու պատահական չես։ Աղոթիր եւ խնդրիր Աստծուն ցույց տալ, թե ինչն է նրա նպատակը քո կյանքի համար։ Սկսիր ապրել ոչ թե քեզ համար, այլ Աստծո եւ մարդկանց ծառայելու համար։ Վստահիր Տիրոջը անգամ այն փոքրիկ գործը, որովհետեւ եթե այն Աստծո կամքով լինի, այն հավիտենական արժեք ունի։ Սիրելի քույրս, եղբայրս, այսօր Աստված քեզ հիշեցնում է, որ դու սխալ չես, դու պատահական չես, դու արժեքավոր մեկն ես, եւ ամենակարևորը, քո կյանքն ունի նպատակ, որը գալիս է միայն Հիսուս Քրիստոսից։ Եվ եկեք կայնենք եւ միաբան աղոթք անենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ դեռ չեն ճանաչել, ովքեր որ դեռ չեն հասկացել իրենց կյանքի իրական նպատակը։ Տեր իմ Աստված, իմ երկնային Հայր, գոհություն ու փառք ենք տալիս քեզ Տեր, քո այս մեծ սիրո համար, որ դու մեզ այդքան շատ ես սիրում, մեզ համար ամեն բան անում ես Տեր, ամեն ուղղություն տալիս ես Տեր ջան, որպեսզի մենք հասկանանք, գիտակցենք, որ դու ես մեր կյանքի իրական նպատակը Տեր։ Շնորհակալ ենք Տեր բոլոր այն ուսուցումներիդ համար, այն խոսքերիդ համար, որը որ փոխանցել ես մեզ Տեր։ Խնդրում ու աղաչում եմ քեզ Տեր իմ Հիսուս, իմ բոլոր քույր եղբայրների համար, որ նրանց այցելես, օգնես նրանց հասկանալու, Տեր ջան, իրենց կյանքի իմաստը, օգնես նրանց հասկանալու, որ նրանք պատահականություն չեն, Տեր, նրանք օրհնություն են իրենց շրջապատի մարդկանց համար եւ պետք է ծառայեն, Տեր իմ Աստված, քո գործի համար, Տեր ջան, որպեսզի դու հավիտենական գործես, Տեր ջան, հավիտենական լինես մեր սրտերում, Տեր, երբեք ու երբեք հո անունը չկորչի, Տեր ջան, մարդկանց սրտերից։ Խնդրում եմ, որ յուրաքանչյուր քույր եղբորս, Տեր ջան, հպվես նրանց սրտին, օգնես նրանց հասկանալու, ընդունելու քեզ, Տեր, որովհետև ամեն բանի փրկությունը միայն քեզանով է, Տեր ջան։ Ամեն բան սկսվում եւ ավարտվում է միայն քեզանով։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։